Թուրքիայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո հայոց պատրիարքարանին եւ հայ համայնքին, շարունակելով ժխտել հայոց ցեղասպանությունը, Էրդողանն ասել է, որ անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան եւ ապագան։ Նրանք, ովքեր փորձեցին խարխլել մեր ամուր կապերը, թշնամանք ստեղծելով, մինչև օրս չեն հասել իրենց նպատակին, նշել է Թուրքիայի առաջնորդը։ Այս տարի ես հարգում եմ առաջին աշխարհամարտի դաժան պայմաններում զոհված օսմանյան հայերի հիշատակը եւ կրկին ցավակցություն հայտնում նրանց թոռներին։ Մենք դարեր շարունակ միասին ապրել ենք մեկ հայրենիքում, այսօր էլ շարունակում ենք կիսել մեր ուրախություններն ու տխրությունները ինչպես անցյալում։ Եվ ինչպես միասին հասցրինք Թուրքիան այս կետին, այնպես էլ միասին ուսի տված կկառուցենք թուրքական դարը։ Այս մտքերով ես վերստին հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայ համայնքի անցյալի տառապանքների համար եւ հարգանքով հիշում իրենց կորցրած օսմանյան քաղաքացիներին։ Էրդողանի ուղերձում, որը Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցում հնչեցրել է հայ քահանան, ասվում է, որ Թուրքիայի հայ քաղաքացիների խաղաղությունը, անվտանգությունը եւ բարեկեցությունը կշարունակեն մնալ երկրի ղեկավարության առաջնահերթությունը։ Էրդողանը ամեն տարի ապրիլի 24-ին ցավակցական ուղերձ է հրապարակում սկսած 2012 թվականից։ Ռուսաստանը հայ ժողովրդի վիշտը որպես սեփական ցավ է ընկալում։ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ապրիլի 24-ը 20-րդ դարի առաջին կեսի ամենաողբերգական իրադարձություններից մեկի օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Ռուսաստանում եղբայրական հայ ժողովրդի վիշտը մշտապես ընդունել են սեփական ցավի պես։ Պատմական հին վկայությունների համաձայն 1915 թվականին ռուսական կայսերական բանակի կովկասյան զորքերը Նիկոլայ II-ի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը փրկել են առնվազն 350,000 հայի։ 110 տարի առաջ սկսվեց հայոց ցեղասպանությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել. այսօր ապրիլի 24-ին ազգային հիշատակի օրը հիշենք բոլոր զոհերին եւ վառ պահենք նրանց հիշատակը։ Եկեք շարունակենք գործել մարդկության անունից հանուն ճշմարտության ու արդարության, գրել է Ֆրանսիայի նախագահը։ Փարիզում ու Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ոգեկոչման միջոցառումներ են եղել։ Ֆրանսիայի մայրաքաղաքում երթ է կազմակերպվել, որի ընթացքում մասնակիցներն այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները։ Մարսելում ջահերով երթն անցել է ապրիլի 24-ի պողոտայով դեպի հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Երթին ծածանվել են Հայաստանի եւ Արցախի դրոշները։ Ջահերով երթ նաև Թբիլիսիում։ Երթի ընթացքում բաժանվել են տեղեկատվական թռուցիկներ հայոց ցեղասպանության մասին։ Եկեղեցում անցկացվել է անմեղ զոհերի հիշատակին նվիրված աղոթք, վերջում խաչքարի առջև մասնակիցները ծաղիկներ են խոնարհել։ Լիբանանի հայոց ցեղասպանության ոգեկոչման կոմիտեն իր ամենամյա միջոցառումներն է անցկացրել ապրիլի 23-ին Բեյրութի նահատակած հրապարակում, ոգեկոչելով հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Հիշատակի միջոցառումներին լիբանանահայերը մասնակցել են իրենց դրոշներով, պաստառներով եւ կարգախոսներով, աշխարհին եւս մեկ անգամ ցույց տալու, որ երբեք չեն մոռանա մեր նահատակներին։ Լիբանանի նախագահն ուղերձում նշել է, որ ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ արդարության, մարդու իրավունքների եւ մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների վերահաստատում։ Թող խաղաղությամբ հանգչեն հայոց ցեղասպանության, անարդարության ու ագրեսիայի բոլոր զոհերն ամբողջ աշխարհում, եզրափակել է Ժոզեֆ Աունը։ Սպահանի նոր ջուղահայկական թաղամասում ամենափրկիչ վանքի բակում եւս հիշատակի արարողություն է։ Թեհրանում էլ ոգեկոչման միջոցառման մի քանի մասնակիցներ ուրացումը հանցագործություն է վանկարկումներով թույլ չեն տվել Իրանում Հայաստանի դեսպանության աշխատակազմին մոտենալ ցեղասպանության զոհերի հուշարձանին, պոկելով նրանց ձեռքի ծաղիկները։ Ակցիայի մասնակիցները Հայաստանի իշխանությանը կոչ են արել վերջ տալ թրքահաճո ռազմավարությանը։
Եվրոպական խորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսը հայտարարել է, որ Էրդողանի ռեժիմի կողմից Հայոց ցեղասպանության շղթումը ոչ միայն ցեղասպանության շարունակություն է, այլ նաև նմանատիպ հանցագործությունների կրկնության վտանգավոր սերմ։ Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ կատարված մյուս այսպիսի հանցագործությունները պետք է ոչ միայն դատապարտվեն եւ ուսումնասիրվեն որպես պատմական հիշողության իրադարձություններ, այլև ընկալվեն որպես բարոյական դաս մեր ներկայի եւ ապագայի համար, նշել է պատգամավորը։ Եվրոպական խորհրդարանի եւ եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների մի խումբ պատգամավորներ քննադատել են Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ապրիլի 25-ին Ադրբեջան այցելելու որոշման համար։ Կիպրացի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը նշել է, Կայա Կալասի այցը տեղի է ունենում Ադրբեջանի շարունակական անդրսահմանային բռնության, հայերի անօրինական կալանավորման եւ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության դեմ ուղղված բացահայտ սպառնալիքների ֆոնին։ Ֆրանսիացի Իզաբել Սանտիագոն էլ գրել է, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին սկանդալ է այն, որ Եվրամիության բարձր ներկայացուցիչը մեկնում է Ադրբեջան, որտեղ պահվում են հայ բանտարկյալներ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։